Azərbaycan torpaqlarında dövlət qurulub və bundan sonra ermənilərin ərazi iddiaları genişlənib. Բաքու TV-ն Ադրբեջանի առաջատար հեռուստաալիքներից է, որը տարածում է բացահայտ հակահայկական քարոզչություն։ 2023 թվականից Արևմտյան Ադրբեջանի քրոնիկա հաղորդաշարում Հայաստանի Հանրապետությունը ներկայացվում է որպես ադրբեջանական հող, նույնիսկ մարզերը ստանում են ադրբեջանական անվանումներ։ Ախր կարող եք գոնե մի քարտեզ ցույց տալ, որտեղ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է կոչվել։ Չեք կարող։ Բայց փոխարենը ես կարող եմ այնպիսի քարտեզներ ցույց տալ, որտեղ այսօրվա Ադրբեջանի տարածքը երբեք Ադրբեջան չի կոչվել։ Մի հայացք նետենք հայտնի աշխարհագրական աղբյուրներին հասկանալու, որ Հայաստանը միշտ եղել է պատմության եւ քարտեզների կենտրոնում։ Հերոդոտոսը Տիգրիս եւ Եփրատ գետերի միջև եւ դրանց հյուսիսը նշում է որպես Հայաստան։ Հույն եւ եվրոպացի քարտեզագետները, օրինակ Ստրաբոնի քարտեզը, Պտղոմեոս, 10-րդ դարի արաբ աշխարհագիր Ալ-Իսթախրի եւ ուրիշները Հայաստանը նույն ինքը Արմենիան մշտապես տեղադրել են Սև Կասպից եւ միջերկրական ծովերի միջև։ Իսկ որտեղ է Ադրբեջանը, ցույց տվեք գոնե մի քարտեզ, որտեղ այն գոյություն ունի անկախ քաղաքական մանիպուլյացիաներից, բացի Իրանի նահանգից գողացված անունից։ Ոչ մի քարտեզ, ոչ մի հեղինակ չի անվանել Հայաստանին Արևմտյան Ադրբեջան, բայց կան անսպար քարտեզներ, որոնք փաստում են, թե որտեղ է Հայաստանը։ Ինչու այս ամենը հիշեցիք հենց հիմա, ոչ թե 20 տարի առաջ։ Գուցե պարզապես հարմար պահ է իրականում գոյություն չունեցող տեղեկությունները որպես պատմական փաստ ներկայացնելու համար։ Գուցե վստահ եք, որ ձեզ պատասխան չեն տալու։ Մի բան լավ իմացեք, սուտը շատ ասելով ճիշտ չի դառնում, բայց եթե ուզում եք պատմություն սովորել, մենք կարող ենք սովորեցնել ձեզ։